Ես վարչապետ չլինեմ, դուք ընդհանրապես 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք։ Հաճույքն է ինքը տեղակ է ֆայլաբազարն իշխանա, ովքեր են հավաքում այնտեղ։ Վաղ առավոտից ֆայլաբազարում հարմար գործի սպասող այս մարդիկ տեղները չեն գտնում։ Փաշինյանը ոչ թե լրագրողներին է վիրավորել, այլ իրենց է ծաղրել։ Մենակ է չի, շատ բաստողումներ ունի իրեն, որ ժողովուրդը պիտի հասկանա վերջի։ Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք։ Ինչ վատ բան կա օրվա հացը հալալ քրտինքով վաստակելու մեջ, ուսերն են թոթվում այս մարդիկ։ Հիշեցնում են վարչապետին, լավ կյանքից չէ, որ օրերով կանգնում են փողոցում ու սպասում պատահական աշխատանքի։ Եթե ես իմանամ ուրախություն ես կանգնել, առաջ ուրախություն ինչ կտիրը, չէ՞։ Բայց էսի կյանքը շատ լավ է, մի շնորհակալ եմ ինքանով, որ մի թիքը հաց գտնում ենք, վաստակում ենք։ Չեն բացառում այստեղ, որ իրենց դժգոհության ձայնը լսելուց հետո Փաշինյանը մի ներողություն էլ իրենցից խնդրի։ Հնարավոր է անգամ կառավարական շենք հրավիրի զրուցելու, ինչպես վարվեց մետրոյում արցախցի կնոջը վիրավորելուց, վրան մատ թափ տալուց հետո։ Ներողությունը խնդրում նույնը կրկնում նորից։ Արցախցի այս տարեց մարդը, որ չցանկացավ Երևալ տեսախցիկի առաջ, լուրջ չի վերաբերվում իշխանության ներողություններին, հասկանում է, որ Facebook-ով ամեն առավոտ ժողովրդին սրտիկներ ուղարկողը օֆլայն շփումներում երկար չի կարողանում իրական դեմքը թաքցնել, բառացիորեն սկսում է կռվել ժողովրդի դեմ։ Ներողություն խնդրի չխնդրի էությունն այն է, որ այս մարդուն ինքն է հայրենազրկել, գցել ֆայլաբազար, հիմա էլ ծաղրում է այդ աշխատանքը, ինքը Արցախում շինարարություն էր անում, լավ փող վաստակում։ Արցախ ծոլ արտասուքի չորացել ինքը վիրավորում, անընդհատ վիրավորում։ Չի կարելի։ Հիասթափված են մարդիկ, անգամ նրանք, ովքեր նախկինում համակրում էին վարչապետին։ Պարոն վարչապետին մենք հարգում ենք, բայց նման հարցեր չի։ Ասեմ ինձ, որտեղ էստեղ գալիս են կարիքն աստիքով։ Հետագա հիասթափություններից խուսափելու համար այս մարդիկ հստակ որոշում են կայացրել հունիսի 7-ին մի մարդու պես ընտրության գնալ ու ձայնը տալ անցողիկ շեմը հաղթահարելու շանս ունեցող ընդդիմադիր դաշինքներից մեկին։ Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան, Հայլուր։